Այսօր այն օրերից է, որ Ադրբեջանը արդեն երրորդ անգամ օրվա ընթացքում լուր է տալիս, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կրակում են, ու այնտեղ հատվածներ են նշում, իբր թե որ դիրքային հատվածներն են, որ Հայաստանը կրակում է ադրբեջանական դիրքերի վրա, եւ բնականաբար, ինչպես որ կարգն է, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հերքում է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տեղեկատվությունն առայն, որ Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել, իրականության չի անպատասխանում, եւ տարբեր կարծիքներ են հնչում, հետևում եմ բնականաբար մեր մամուլին, հետևում եմ Ադրբեջանի մամուլին, հետևում եմ միջազգային մամուլին, եւ առաջի արձագանքը դեռևս ցերեկը ես արձագանքել եմ իմ տելեգրամյան ալիքում, կխնդրեմ միանալ նաեւ ալիքին, որտեղ շատ հրատապ դեպքերում զուտ ուղղակի տեքստով արագ արձագանքում եմ, եւ տելեգրամյան ալիքի արձագանքս, եթե չեմ սխալվում, առաջին պրես-ռիլիզից հետո էր, բայց հետո երկրորդ պրես-ռիլիզը Ադրբեջանի, որ մենք կրակում ենք, հետո մեր հերքումը, հետո երրորդ պրես-ռիլիզը Ադրբեջանի, որ մենք կրակում ենք, ելի Հայաստանը հերքումը, եւ նայում ենք Արսեն Թորոսյանը, գիտեք, իշխանական պատգամավոր գրել է։ Ուզում եմ մի հատ իրար հետ վերցանենք ինչա ասում, էլի Արսեն Թորոսյանը, լավ կլինի ինքն էլ նայի, վստահ եմ նայում է հիմա։ Ադրբեջանի Հայաստանի զինված ուժերի Ադրբեջանի ՀՀԶ կողմից իրենց դիրքերի վրա հարձակումների մասին շարունակական կեղծ պնդումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ երկկողմանի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեր համար։ Ես ուզում կտոր անդրադառնամ, էլի։ Ոնց ելի հայրենակիցներ, այս ինչ որ գրել է պարոն Թորոսյանը, տիեզերական մասշտաբի սուտ է, որ սա լավ բանակցված փաստաթուղթ է մեզ համար։ Սրա մասին առանձին լայվ եմ արել, բայց ինչի վրա եմ ուզում կենտրոնանալ։ Միտքը շարունակում է, որ այսինքն լավ բան ենք բանակցել, պետքա էսա ստորագրեինք, էսա այս երկու օրը պետքա ստորագրեինք, ու մի լուրը տալիս են, որ հա կրակում են, որ չստորագրվի։ Ինչը սուտ ասի, էլի հայրենակիցներ։ Շարունակում եմ։ Այժմ Ադրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը, որը հավանության է արժանացել միջազգային հանրության, այդ թվում խոշոր տերությունների կողմից, քանի որ չէր պլանավորել իրադարձությունների զարգացման այսպիսի սցենար, այսինքն Ադրբեջանը չէր պլանավորել, որ խոշոր տերությունները ողջունելու են այս լավ բանակցված փաստաթուղթը, ու քանի որ ողջունում են այս երկրները, Ադրբեջանը ստիպված ասում է կրակում են վրա, որ չստորագրի։ Իրականությունը սա սուտն է, ինչ որ նկարագրված այստեղ, իրականությունը հետևյալն է, սիրելի հայրենակիցներ։ Ուրեմն, երբ որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի վերջին երկու պահանջները կատարել է, երկու կետերով Հայաստանը երկարաժամանակ չէր համաձայնում։ Մեկ էլ մի օր որոշում է համաձայնել ու պայմանագիրն ուղարկում է, Ադրբեջանը ասում է համաձայնենք, ուղղակի խնդրում ենք համատեղ հայտարարություն անենք, որ տեքստը ավարտին ենք հասել, Ադրբեջանը չի արձագանքել այդ խնդրանքին եւ միակողմանի հայտարարել է, որ Հայաստանը համաձայնվեց վերջին երկու մեր պահանջներին եւ տեքստը բանակցված է, որից հետո ՀՀԱԳՆ-ն հայտարարում է, որ արդեն կարող ենք սկսել խորհրդակցություններ պայմանագրի ստորագրման տեղի, այսինքն վայրի, որտեղ է վայրը։ Հայաստանում ենք ստորագրում, Թբիլիսիում ենք ստորագրում, Բաքվում ենք ստորագրում, Վաշինգտոնում, Լոնդոնում, Մյունխենում, Փարիզում, Մոսկվայում, որտեղ Սաուդյան Արաբիայում ենք ստորագրում, հա։ Տեղի եւ վայրի մասին խորհրդակցություն ուզում ՀՀԱԳՆ-ն սկսի, մեկ էլ ընդդեղից հայտարարում են, որ դրա մասին խոսակցությունը ժամանակավրեպ է։ Ինչու՞։ Որտեւ երբ որ հայտարարել են, որ պայմանագրի տեքստը համաձայնեցված է, դրա հետ մեկտեղ նաեւ հայտարարել են, այն կարող է ստորագրվել միայն, երբ որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից Ադրբեջանի պահանջը հիշում եք։ Իբր թե տարածքային պահանջների կետը հանվի, այսինքն կգնացեք ժողովուրդ ռեֆերենդում արեք, հանրակրվեով, սահմանադրությունը փոխեք ձեր Ալիևի պահանջով, նոր կստորագրենք եւ ինչպես նաեւ պետքա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարեք։ Այսինքն երկու պայման է առաջարկվել ստորագրումից առաջ։ Հիմա Արսեն Թորոսյանը այստեղ գրել է, որ էսա որ ուզում էին ստորագրեն, այս կրակում են, որ չստորագրեն։ Խեք սուտ խոսում։ Դեպի խեք սուտ խոսում, ինչի համար։ Բաց հրապարակային տեքստեր են, սրանք հրապարակային այս ամեն ինչ։ Ինչի եք այդքան դելեգիտիմացնում ձեր ամեն մի խոսքը, ասենք իմաստը որն է։ Ամբողջ մամուլը լուսաբանել է, չէ՞ այդ օրը, ասենք ինչ են ասել Ադրբեջանից։ Եվ ընդ որում այնտեղ լուրջ մարդիկ են այդ բաները, որ ասում են, ասենք ձեր նման չեն, օրը մի բան չեն ասում։ Անլուրջ չեն, լուրջ են։ Չեն ասում, ասենք, այ կարող ենք դիտորդներին հեռացնել այս կտորից, եթե կդելիմիտացվի,
դելիմիտացիայից հետո այն մյուս կտորից էլ։ Մեր նախապայմանը սա է վերջ։ Հետո մի օր կանգնում են ասում, չէ, օքեյ ենք, բոլոր տեղերից եք կարա հեռացվի, եթե թուղթը ստորագրվի։ Նրանք էլ ասում են, հասանք մենք մեր ուզածին, դե հիմա կստորագրվի այդ թուղթը, այն ժամանակ, երբ որ դուք ձեր սահմանադրությունը կփոխեք։ Հետեւաբար այս կրակոցները դրա մասին չեն սիրելի հայրենակիցներ։ Թուղթ չկա ստորագրելու պատրաստի, ստորագրողներ չկան, որպեսզի մի հատ իրանք կրակեն, դրանով ցույց տան, որ գիտեք ժողովուրդ, այ մեր վրա կրակելու, այդ կրակելու լուր տան, որ ցույց տան, որ ժողովուրդ քանի որ մեր վրա կրակում են, այ չենք ստորագրում, հարամ եղավ, այս ինչ վատ բան եղավ։ Իրականությունը հետեւյալն է։ Բանակցված փաստաթուղթը, այն չի կարելի անվանել բանակցված փաստաթուղթ։ Բանակցված փաստաթուղթն այն է, որի մեջ դու կարող ես բաներ ներմուծել, բան բանակցել։ Ոչ թե որ ինչ ասում են, դու ասում ես չէ, սխալ է, դա տես չի լինի, բայց մի 6 ամսից, 7 ամսից, 8 ամսից ասես լավ ոզդուկ ասեք։ Դա բանակցված փաստաթուղթ չի։ Այն կետերը, որոնք զիջում են եղել վերջին, Հայաստանի Հանրապետության ապագա սերունդների համար հղի են երբևէ դաշնակից չունենալով, երբևէ որևէ պետության հետ ռազմական համագործակցություն չունենալով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, եթե ստորագրես փաստաթուղթը, այն որ լավ բանակցված է համարվում, պարտավորվում է իր տարածքում որևէ երրորդ ուժ չտեղակայել Ադրբեջանի հետ համապատասխան սահմանագծում։ Դուք պատկերացնում եք սա ինչ է։ Մեկը գոնե խորացել է, ինչի մասին է խոսքը գնում։ Հասկանում եք, մի բան է, որ ասեն հենց հիմա չենք ուզում եվրոդիտորներ լինեն, հանեք։ Ու մենք քննարկենք, ասենք լավ, դա հենց հիմա հանում ենք, որ սպայանագիր ստորագրենք։ Դա հենց հիմայի մասին է։ Մեկ այլ բան է, որ մեզ ասեն, մենք ձեզ ասում ենք, պարտավորություն ստանձնեք, Հավիտյանս Հավիտենից, որ քանի դեռ պետությունները կան իրար հարևանենք, դուք չեք կարող ունենալ երրորդ ուժեր ձեր տարածքում։ Հետեւաբար, դուք չեք կարող ունենալ ռազմական գործընկեր, դուք չեք կարող ունենալ ռազմական համագործակցություն։ Էսա ձեր լավ բանակ, ասած լավ բանակցված, բանակցված փաստաթուղթ չկա։ Սա մի բան է, որ ասենք մենք ասել ենք չէ, իրանք ասել են հա, չեպտի տենց է լինի, չեպտի տենց է լինի, չեպտի տենց է, ասել ենք հա։ Հիմա անդրադառնամ միջազգային հանրությանը։ Ուրեմն հենց այս հայտարարությունները բնականաբար դիվանագիտական խողովակներով գործի է դրվել մեր ջանքեր Հայաստանի Հանրապետության կողմից, որ բոլոր երկրները ողջուն են։ Հիմա պատկերացեք, հիմա բոլոր երկրները, ասենք Ֆրանսիային, եթե դուք ասում եք, սիրելի Ֆրանսիա, մենք հասել ենք մի լավ հանգրվանի, ահա բանակցված փաստաթուղթ կա եւ այլն, մենք օքեյ ենք, մենք գոհ ենք ախպեր։ Ֆրանսիան ինչքան էլ ուզեն դժգոհ մնա քու բանակցած բանից։ Եթե դու ասում ես դու գոհ ես, ինքը ասում է եղավ, մենք ողջունում ենք։ Մենք ողջունում ենք, օր առաջ ստորագրեք, նույնը ԱՄՆ-ը, նույնը ՌԴ, նույնը Իրանը, բոլորը։ Եվ ես ձեզ ասեմ, եթե օրինակ, ասենք ապագայում հիմա Եվրոպան փոխվում է, եթե ՆԱՏՕ-ն փլուզվի, ՆԱՏՕ-ն փոխվի, Եվրոպան դառնա ռազմականացված Եվրոպա, վաղը մյուս օրը մենք ուզենանք ռազմականացված Եվրոպայի հետ համագործակցենք, ու օրինակ ֆրանսիական զինուժ բերենք Հայաստան, եվրոպական զինուժ բերենք Հայաստան, դիտորդի մասին չէ խոսքը հեռադիտակներով, զինուժ։ Մենք չենք կարող, որովհետև մեր իշխանությունները սերնդեսերունդ նման ինքնիշխանությունը սահմանափակող հակասահմանադրական ապօրինի պարտավորություն են ստանձնում այս փաստաթղթով։ Հիմա դե հարց առաջանում, բալավ էս Ադրբեջանը ինչի է կրակում, Ադրբեջանը ինչի է լուր տալիս, որ կրակում է Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Ադրբեջանի պահանջները ավարտված չեն, որովհետև Ադրբեջանի պահանջների մենյուն բաց է դեռ։ Հետեւաբար Ադրբեջանը աշխարհին ուղերձ է տալիս նաև իր ժողովրդին, որ չխաբվեք այս միջազգային ստից շուխուրով, այս մեկ բաժակ ջրի մեջ եղած փոթորիկով եւ չխաբվեք Հայաստանի հայտարարությունով։ Եթե Հայաստանի ժողովուրդը օքեյ է խաբվի դրանով, թող խաբվի։ Բայց մենք ստացել ենք մի հատ լավ թուղթ, Ադրբեջանն է իր ժողովրդին ասում, եւ ունենք էլի ստանալիքներ։ Հետեւաբար մենք ձեզ ասում ենք, որ խաղաղությունը շատ հեռու է։ Ոնց ենք դա ասում։ Ասում ենք հայերը օրը 3 անգամ կրակում են մեր վրա։ Եվ այդ նույն ուղերձը նաև տալիս ենք միջազգային հանրությանը։ ԱՄՆ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց ներկայացուցիչի հեռախոսազանգ կամ խոսակցություն, որը ոնց ուզում է լինի, Մակրոնի հայտարարություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, շատ հեռու ենք, հենց դեռ Հայաստանը դիսամացությունը փոխի։ ԵԱԿ-ը Մինսկի խումբը լուծարի։ Այնտեղից պահանջում ենք, որ նաև Հայաստանի Հանրապետությունը այն դատական process-ը, որը ընթանում է Ադրբեջանում, դրա հետ համագործակցի։ Հանցագործներ կան, որ Ադրբեջանի ժողովրդի դեմ ասում է պատերազմական հանցագործություններ Հայաստանում են։ Դրանց հարցերն է պետք է լուծվի։ Այս բոլոր հարցերը պայմանագրի այս տեքստից է, որ պարոն Թովոսյանը ասում է, բանակցած տեքստ ունենք, լավ։ Այդ տեքստից դուրս են։ Այն մյուս կողմից ասում է, բա դուք պարտավորվել եք այնտեղ Միջանցք տակ։ Այսօր Թուրքիայի նախարարն է տարել, որ Միջանցքի իրենց հատվածի, Զանգեզուրի Միջանցքի իրենց հատվածի աշխատանքներն արվում են։ Ինչ մեկ ժամանակին
Զանգեզուրի միջանցք բառակապակցության վերաբերյալ Հայաստանից մի հատ մեծ բաներ, բողոքի նոտաներ էին բան, ծպտուն չկա, ծպտուն։ Ու մեր ժողովրդին խափում են, որ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը փաստորեն այնքան լավն է, որ իրենք ասում են, որ իբր թե մենք հրակրակում են, որ չստորագրեն։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ այս լավ բանակցված բան է, թե դուք լավ բանակցել եք այս մարդկանց հետ։ Այսինքն ես մուտի տանեմ ժողովրդի ասած։ Լավ եք բանակցել, չէ՞ մուտի տանում։ Կամ եթե դուք պնդում եք, որ նոյեմբերի 9-ի բոլոր կետերը իրանք խախտել են։ Հետեւաբար ստախոս, խափեփա վատ մարդիկ են, պարտավորությունները չկատարող։ Ո՞նց եք եկել մեզ համոզեն, որ այս պարտավորությունները կատարելու են, էսի լավ բան է, պետք է անպայման օր առաջ ստորագրել, ուղղակի մի հատ պետք է հանրակրվե անենք։ Ո՞նց։ Ես հասկանում եմ, որ սա սպոնտան եթեր է, հասկանում եմ, որ գիշեր է, բայց դե հիմա ասենք ինչ անենք, թողանք այս սուտը գնա, տարածվի, մարդիկ խաբվեն, մտածեն, որ բան, վայ, վույ, հայ, մոտիկ ենք, Մակրոնին զանգի, բան։ Եվ Հայաստանի վարչապետը զանգում է մեր բոլոր հարևան երկրներին է նախ տեղեկացնում, ասենք մեր հետ համագործակցող։ ՌԴ-ին առաջինը, զանգեց Վլադիմիր Պուտինին, հետո զանգեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեժեսքյանին, հետո զանգեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին։ Ու տենց շարունակաբար զանգեր կան, որ տեղեկացվում է, որ այս տեքստը համաձայնեցված է մնում Ադրբեջանը ստորագրի, նրանք ասում են, հա, շատ եղավ, դե մի դուք օքեյ եք, դուք գոհ եք։ Դե մերոնք ասում են մենք գոհ ենք։ Ինչից են գոհ, ես չգիտեմ, արդեն նկարագրեցի ինչ արհավիրք են բերում այս երկրի գլխին։ Դե ասում են եղավ, դե ինչ ասենք, ողջունում ենք ստորագրեք, շատ լավ։ Դուք օքեյ եք, մենք օքեյ ենք։ Եվ ես տեսնում եմ կոմենտներում մարդիկ են այնօրվա լայվից գրում են, բայց չէ որ ամբողջ աշխարհի ԱԳՆ-ները ողջունում են։ Պարոն Մարուկյան, ինչ եք դուք ասում, որ դա խնդրահարույց է։ Ժողովուրդ ձեզ թվում է, որ ասենք, եթե մի բան մեզ վնաս է, ամբողջ աշխարհի ԱԳՆ-ները պետք է դեմ լինեն։ Ինչի իրանք մեր ԱԳՆ-ներն են, Հայաստանի ԱԳՆ-ներն են, որ դեմ լինեն։ Ինչի համար։ Օրինակ Անաբելա Բերբոքը խի պետք է բողոքի որպես Գերմանիայի արտգործ նախարար։ Ինչի համար։ Ասում է հայեր, դուք օքեյ եք Ադրբեջանի հետ այս թուղթը անեք։ Ասում եք, ասում դե ողջունում ենք, գնացեք արեք։ Ինչ եք ուզում մեզանից։ Ինչ եք ուզում կարաք բացատրեք։ Բնականաբար հայկական կողմը ուրեմն չի կարող բացատրել որևէ տեղ, ինչ է բացատրում այդ հարցը դուրս գալիս ու վերջում ունենում ենք սենց ստեր։ Եվ վերջում հայազանցված խաղաղության պայմանագիրը արտացոլում է մեր պետական շահեր, հիմնված է միջազգային իրավունքի վրա եւ պետք է ստորագրվի։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, համաձայնեցված այս տեքստը Հայաստանի Հանրապետության պետական շահերից չի բխում։ Դեմ է Հայաստանի Հանրապետության պետական շահերի էությանը, ոգուն, Հայաստանի Հանրապետության պետական շահերի մարմնի յուրաքանչյուր բջիջին դեմ է։ Եվ բնականաբար ոչ թե խաղաղությանն ենք դեմ, այլ ասում ենք, էսի խաղաղության մասին չի։ Սա նրա մասին է, որ երրորդ երկիրը քու հարևան երկիրը որոշելու ակ ու տարածքում ինչ անես։ Եթե այսօր դուք դիտորդներ եք բերում Մարիոթ հյուրանոցից կարան դուրս գան, գնան այս կողմ, այն կողմ, սահմանագծով, ասենք այդ ճանապարհով գնան, սա ստորագրելուց հետո, ասենք մի հատ բինոկլով մարդը տեղ եղավ, պետք է ասեն, այս պայմանագրի ոտնահարում է ու հարձակվեն մեր վրա։ Եվ Հայաստանը փոքր երկիր է, կներեք, այդ որտեղ, այսինքն Սևանի ափով կարան անցնեն օտար երկրի ուժերը։ Միացյալ Նահանգների հետ զորավարժություն էին կանում։ Կարանք սա ստորագրումից հետո անենք։ Բնականաբար ոչ։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կարանք անենք։ Բնականաբար ոչ։ ՌԴ-ի հետ բնականաբար ոչ։ Հայաստանի ամբողջ ռազմական կոնցեպտը, որ ասում են փլուզված է, խարխուլ է, մի քիչ խախտված է, բան, սրանով ոչնչացվում է բացարձակապես։ Հայաստանը որևէ ռազմական պայմանագիր որևէ մեկի հետ չի կարող կնքել։ Ուղղակի ես չգիտեմ, ասենք, համատների վրա հաշված մարդիկ կան, որ այս թեմայից հասկանում են։ Ես փորձում եմ, ասենք, այդ բացել լրացնեմ, մարդկանց բացատրեմ, այս ինչա։ Այս ինչի մասին է այս արհավիրքը։ Սերի հայրենակիցներ, այնպես որ խոսում ենք, ասում ենք, բան չի էլի, ասենք, մեր պետության համար ենք ցավում։ Ճաշակի արցավով է ինչ զորք ուզում բերի։ Եվ դուք ուշադիր եք, Ադրբեջանն ասում է, դուք ձեր տարածքում ուրիշ օտար ուժի հետ չեք կարող համագործակցեք։ Պլյուս դրան ձեր բանակները չպետք է զինեք։ Այս Պարոն Թորոսյանի գրած մեր պետական շահերից բխող թուղթն է, հա։ Մակրոնին մեկը բացատրել է ինչ պարտավորություն է ստանձնում։ Ո՞վ է տեղյակ։ Ինչ ասեմ, ժողովուրդ, ասենք, այս դեռ շատ ենք խոսելու բնականաբար սրա մասին, ես վաղը ուզում եմ
հատուկ առավոտյան այդ տեսանյութով ես կդիմեմ Հայաստանի եվրոպական ուժերին, արևմտամետ ուժերին, ՀԿ սեկտորին, իրավապաշտպան դաշտին, որպեսզի նրանք արտահայտվեն, որովհետև ես կոնկրետ հարցեր ունեմ իրենց ուղղված, բնականաբար կարող ենք ունենալ քաղաքական եւ այլ բազմաթիվ տարաձայնություններ, բայց այն հարցերը, որոնք ես բարձրացնելու եմ, չեն կարող այդտեղ բան անել, տենց փորձել, չգիտեմ հայերեն ոնց ասեմ այս մասը, ինչ որ փորձեն տենց շրջանցեն, չի լինելու, կոնկրետ պատասխաններ են ակնկալվում։ Պաստորեն սուտը եւ կեղծիքը մեր եթերում մենք բանարեցինք, փոխակերպեցինք եւ ցույց տվեցինք, ջրեցինք, այսպես ասած, որ սուտ ու կեղծիք էր, եւ վերջի բանը, որ ուզում եմ ասել, նաեւ սցենարներից մեկն է, որ Ադրբեջանի այս ճնշումները, որտեղ այս լուրը տալը ճնշում է Հայաստանի վրա, իմացեք, որի վրա մենք իրանց վրա կրակում ենք, սա ճնշում է մեզ վրա։ Ինչքան էլ որ մենք երկենք բան։ Իմացեք, որ կարող է process-ը այնպես գնալ, որ մինչև փաստաթղթի ստորագրումը Ադրբեջանը պահանջի, որ եվրոպական դիտորդները Հայաստանի տարածքից պետքա դուրս գան։ Նայեք, հիմա, նայեք, սկզբից կրկնում եմ, բայց պետքա։ Սկզբից մենք ասում էինք, որտեղ կդելիմիտացվի, դեից դուրս կգան դիտորդները։ Հետո մենք համաձայնել ենք, ասենք Հայաստանը, մենք չէ, ես չէ, Հայաստանը համաձայնվել է, Հայաստանի իշխանությունները, Արսեն Թորոսյանը բան, համաձայնվել է, որ համաձայնենք, ստորագրվի բոլորը դուրս գան, այսինքն նայեք, ինչ քայլերով է, էլի զիջումները տեղի ունենում։ Հիմա այս ճնշումները տեղի ունենում, որ մինչև ստորագրումը այն ինչ որ պայմանավորվել ենք, ստորագրումից հետո անենք, դա մինչև ստորագրումը տեղի ունենա։ Այսինքն ոչ միայն այս պայմանագրի ամեն կետը ուներ նախապայման, այլ նաև այս պայմանագրի ստորագրումը ունի նախապայման։ Հետևաբար այս հեքիաթը, որ ստեղ գրված է, դա կապ չունի այն իրականության հետ, որը որ կա։ Եվ կարող եմ պահանջել, որ դե չի լինում, դուք ուրեմն դուրս գան, դե չի լինում։ Մենք համաձայն չենք։ Ու նմանատիպ բաներ։ Եվ մեր հարցերը շատ ուրիշ տեղերում են քննարկվում, իմացեք։ Դրա մասին էլ առանձին ենք խոսել։ Լավ, ժամը շատ ուշ է, ես խնդրում եմ հնարավորինս տարածեք, եւ ես ինչ են գրում։ Մեկը գրում է մանդատները վայ դրեք, ելք չկա, Ժորժ ջան, մենք մեր մանդատները 21 թվականին ենք վայ դրել։ Դուք գնացել եք ընտրել Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Դեպաբար դիմեք պարլամենտական ուժերին։ Մեկը գրել է պայքարապետ խափում են իրենց սրանց հավատում ես ինչ, մեկը գրել է ձեր վարկանիշը շատ ցածր է։ Եղբայր, ես իմ վարկանիշից եմ խոսում։ Ես ձեզանից վարկանիշ եմ խնդրել։ Ես եկել եմ մեկին ասեին վարկանիշ է, ուզում եմ հետ տվեք։ Շատ շուտ ունեի, իմի չունեմ։ Եթե Հայաստանը լինելու այս ձևի երկիր, վարկանիշ ինչի՞ սա պետք։ Ինչ վարկանիշ։ Դուք մտածում եք թե ինչ որ բան է, ես մտածում եմ իմ վարկանիշի մասին։ Իմ վարկանիշի մասին մտածեի, ասենք։ Այնքան բան ուրիշ ձևի կանեի։ Այնքան բան ուրիշ ձևի կանեի, այսօր դուք կասեք դու հերոս ես։ Թե բայց վարկանիշի մասին վարկանիշ, ինչ վարկանիշ։ Դուք մտածում եք մենք դեռ թեզ քուն քնում ասում ենք արել ոնց անենք ես մեր վարկանիշը բարձրանա կամ ով է չափ այդ վարկանիշը ով է ասե ում վարկանիշն ինչքան է այդ ով է չափում կամ ասենք դուք մտածում եք մենք տես բանենք ձեր վարկանիշը Նիկոլ Փաշինյանից ցածր ասում հա շատ լավ եղավ եւ հետո Մեկը գրել է, կարծում եմ, եթե կամերան մի քիչ աջ պահեք, պատին կերևա Մարիա Զախարովայի նկարը։ Շարլ Ազնավուրի նկարն է, ուրիշ նկար չկա։ Հիվանդությունը այլի պիտի բուժել, ուղեղները բուժելու process-ը պետք է տանել։